Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վլադիմիր Վարդանյանը ազգային ժողովում երդվեց. Ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Իսկ խորհրդարանը շարունակեց քննարկել տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ու անդամների թեկնածուների ընտրության հարցը։ Նախագահի պաշտոնում առաջադրված Ներսես Երիցյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ հանձնաժողովի արդյունավետության ու ծախսերի մասին հարցադրումներին, որոնք հնչել էին նախորդ նիստում։ Խոսքը գնում է 2-ից 3 միլիարդ դրամ կարգի բյուջեի, որը համադրելի է այդ տիպի օրենսդրական դաշտ որդեգրած երկրների համար։ Ելույթներով հանդես եկան նաև հանձնաժողովի անդամների թեկնածուները։ 4 տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Նաիրի Ադամյանի, իսկ 3 տարի ժամկետով Սրբուհի Հակոբյանի թեկնածությունները։ Օրակարգում էր նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այս անգամ էլ Թափուր պաշտոնում մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Նա ներկայացրեց իր պատկերացումները հանձնաժողովում գործունեության վերաբերյալ, պատասխանեց падգամավորների հարցերին։ Բավարար կամք եւ վճռականություն ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, օրինակ գործ հարուցեք բարեվարկության հետ կապված կամ այլ պաշտոնյաներին։ Հանձնաժողովը նաև վարկագծի հետ կապված հարցերով ունի նաև եզրակացություններ նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից վարկագծային հարցերի շուրջ, այլ պաշտոնատար անձանց վարկագծին վերաբերող հարցերի շուրջ։ Տիգրան Պարսելյանը հիշեց նախորդ օրվա պայքարելու մասին Գառնիկ Դանիելյանի հայտարարությունները, զարմանք հայտնեց, նրան նախկինում չի տեսել որևէ պայքարի ժամանակ։ Օրինակ հիշում եմ դեպք, երբ որ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանում սպանվեց ռազմական կարծեմ բժիշկը, քաղաքասարակությունը հասավ նրան, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց, այդ ձեր սիրած Սերժի օրոք էր։ Երբ որ սպանվեց ձեր կուսակցական ընկերը, այդ ձեր պայքարի արդյունքում ինչի հասավ։ Թե Ռոբերտ Քոչարյանի օրոք մի քիչ ավելի դժվար էր ու ոչինչի հասնել հնարավոր չէր։ Կաշառակերությունը պեկից արմատախիլ չի եղել եւ այդ կաշառքի դեպքերը լի են։ Եթե պետությունը բավարար ցանկություն կամք դրսևորի, դրա դեմ կարող է շատ արդյունավետ պայքարի, բայց այդ բավարար կամքը չի տեսնում։ Ձեր թիրախը միշտ դառնում են այն գործարարները, իշխանության մասին է խոսքը, այն գործարարները, որոնք որ ընդդիմադիր Հայաստան ունեն։ Հələ մոտ նայեք մեր պետ նախագահներից, որ մեկն է դոլարային միլիոնատեր դարձել։ Ուզում եք մարդկանց էլի հարցում արեք, Հայաստանը փոքր երկիր է։ Ձեզ կհիշեցնեն, թե Մաքսայինի պետի տեղակալը քանի միլիոն դոլարի կարողություն էր կուտակում ու քանի ամսում էր կուտակում։ Եկել եք ձեր քաղաքական ուժի ղեկավարի 200 միլիոն դոլարի հայցը չեք նկատում, դա հələ երևացող մասնավոր դատախազությունը պահանջում է, եկել է կոռուպցիայից եք խոսում։ Ընդդիմադիրները անդրադարձան քաղաքացիական պայմանագրի առաջ քաշած թեզերին, դրանք որակելով սպառնալիք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Իշխանության ներկայացուցիչներն էլ պատմեցին մարզային այցելություններից ստացած տպավորությունների մասին ու նշեցին, ժողովուրդը զարմացած է, թե ինչպես են աշխատավարձ վճարում որևէ դրական նախաձեռնությամբ հանդես չեկած ընդդիմությանը։ Երբ ասում ենք խաղաղությունը երաշխավորված պիտի լինի, ինչի եք դիվահարվում։ Ինչ խնդիր կա երաշխավորների ինստիտուտի հետ։ 100,000-ից ավել մարդ կա, ապրում է Հայաստանում, ասում է ես իմ տուն եմ ուզում գնամ։ Հիմա ես ուզում եմ տեսնել այդ մեկին, որը կարա գնա այդ մարդու առաջ կանգնի, ասի չես կարա դու քո տուն գնաս։ Չպիտի դու քո տուն գնաս։ Պլանը հետևյալն էր, որ տարածաշրջանը կիսվելու էր այս Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր։ Ուզում էր Նիկոլ Փաշինյանն էլ, ուզում էր Ռոբերտ Քոչարյանը։ Պատերազմից հետո առաջարկ եղավ եւ առաջարկ ա եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ եւ չասեմ ով, բայց չթողեցին որ գնան հանդիպում։ Երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց եւ ձեր նաեւ կողմնակիցները, որոնք Լեռնային Ղարաբաղում նաեւ իշխանության մասին, իրանք թույլ չտվեցին։ Ազգային ժողովի նախագահը նաեւ հարց ուղղեց, ով է ապահովելու Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց անվտանգությունը։ Որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա է եղել պլանը, որ Հայաստանի Հանրապետության մի կտորել, չգիտեմ, գրավվեր կամ օկուպացվեր կամ ինչ-որ մի բան լիներ, եւ հետո Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին որպես Ռուսաստանի ամենալավ թեկնածու միջև Սամվել Կարապետյանի հայտնվելը, հիմա երկու լավ թեկնածու կա, հա, գար ասեր, մեր անվտանգության միակ ձևը դա
միութենական պետության մաս լիներ։ Էս է եղել պլանը։ Պլանը եղել է գուբերնատոր դառնալը Ռոբերտ Քոչյանի։ Աննա Գրիգորյանը պատասխանեց կառավարող ուժի այն դիտարկումներին, թե ընդդիմությունն իր հայտարարություններով պատերազմ է բերելու, մասնավորապես Ղարաբաղում մնացած մշակութային հուշարձանները հիշատակելով։ Դուք դադիվանքում մոմ վառած չկաք։ Դադիվանքը մերն է, դադիվանքը հայկական է։ Եթե դուք կարծում եք հայկական չի, եւ ինչպես Ալիևն է ասում աղբանականը, եկեք այս ամբյանից ասեք դադիվանքը մերը չի, ժողովուրդը հասկանա ձեր դիրքորոշումները։ Արարատը իմ ինքնության մի մասն է։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ որ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց։ Հետո եկան Դաշնակցության երաշխավորներ բոլշևիկները, երաշխավորներ եւ այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիում։ Եվ մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով։ Եվ սա, սիրելիներս, Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է։ Գալ իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել։ Ու նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Կարծում եմ, որ դուք արդեն ժամանակն է, պարոն Մինասյան, որ այդ դրոշները ձեր դիմացից հանեք։ Որովհետև սրանից մոտ 2-3 տարի առաջ դուք այս ամբիոնից ձեր քաղաքական խմբակցությունը, ազգային ժողովի խմբակցությունը այս ամբիոնից հայտարարում էր հետևյալը. առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստանի Հանրապետություն։ Դուք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեցիք եւ լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, չկա փաստացի ձեր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղ, բայց դուք այսօր եկել եք քարոզարշավի եք մասնակցում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի լուծարման շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին, ընդդիմության падգամավորը հայտարարեց. Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Շահրամանյանի բացահայտումը եւ հրապարակային հայտարարությունը, որ այդ վերջին հայտարարությունը համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստումա ես ներկա եմ եղել, ստումա չի եղել դες բան։ Ես թույլ տվեք ես Ես խոսեմ, ներկա եմ եղել բոլոր զրույցներին, այդպեսի բան չի եղել։ Պետք չի ստեր ստեղ բան անել։ Ինձ մի ընդհատեք, դուք ինձ ընդհատելու որևէ Մի ասեք, ես անձամբ եմ ներկա եղել այդ ամեն ինչի, չի եղել դες բան։ Դուք դադարել եք լինել Արցախի անվտանգության երաշխավորը։ Մսագործը ամեն օր կերակրում է հնդկահավին։ Եվ ամեն օր հնդկահավը գնալով ավելի ու ավելի էր չաղանում եւ ավելի փարթամ տեսքեր ունենում։ Եվ բոլոր վերլուծաբանները, ընդդիմադիրները, դաշնակցությունը վստահորեն վիճակագրության հիման վրա պնդում էին, որ հնդկահավի կյանքը գնալով ավելի ու ավելի լավն է դառնում։ Մինչև այն օրը, պարոն Մինասյան, որ մսագործը որոշում է մորթել հնդկահավին եւ տանել շուկա գովաբանության օրվանից առաջ վաճառելու համար։ Եվ բոլոր վիճակագիրները, վերլուծաբաններն ու դաշնակցությունը հենց այդ պահին սխալվում են։ Ահա այդպես դուք ուզում եք, որ Հայաստանը տանեք դնեք այդ երաշխավորի ձեռքի տակ, հետո որ այդ երաշխավորը իր ուզած օրը, իր շահերի համար մի օր Հայաստանը տանի մատաղանի ու դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանին։ Ելույթների ավարտին տեղի ունեցան հանձնաժողովների անդամների ընտրությունները փակ գաղտնի կարգով։ Ըստ այդմ Ներսես Երիցյանը, Նաիրի Ադամյանն ու Սրփուհի Հակոբյանը ընտրվեցին տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ ու անդամներ։ 59 կողմ 1 դեմ ձայներով Եփրեմ Կարապետյանն էլ ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում էլ ընդդիմությունն առաջադրել էր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը։ Նա եւս 83 կողմ ձայնով ընտրվեց հանձնաժողովի անդամ։ Բարթուի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։